Արտիքում տեղի ունեցավ միասին հանուն յուրաքանչյուր երեխայի խորագրով աշխատաժողովը Արտիկի տարածքային մանկավարժահոգեբանական աջակցության կենտրոնի նախաձեռնությամբ։ Այն մեկ հարկի տակ էր համախմբել տարբեր ոլորտների մասնագետների, հատուկ մանկավարժների, բժիշկների, սոցիալական աշխատողների, լոգոպեդների, հոգեբանների եւ կրթական ոլորտի ներկայացուցիչների մեկ ընդհանուր նպատակի շուրջ՝ ստեղծել անվտանգ եւ աջակցող միջավայր յուրաքանչյուր երեխայի համար։ Յուրաքանչյուր երեխա աշխարհ է, իր զգացմունքներով, իր դժվարություններով, իր երազանքներով։ Եվ մեր ամենօրյա աշխատանքի իմաստը հենց այդ աշխարհը հասկանալն ու պաշտպանելն է։ Աշխատաժողովը կազմակերպվել էր Հայաստանի Հանրապետության կրթության, գիտության, մշակույթի եւ սպորտի նախարարության կողմից հայտարարված ապահով եւ անվտանգ կրթական միջավայրի տարվա շրջանակում։ Այս խորագրի ներքո մենք ցանկանում ենք իրազեկել ծնողներին, մեր հանրությանը, թե որքան կարևոր է երեխայի եւ առողջական եւ ֆիզիկական եւ հոգեկան առողջությունը, եւ որ բոլոր կառույցները պետք է համախմբված լինեն, բոլոր գերատեսչությունները միմյանց հետ համագործակցեն, որպեսզի կարողանանք հասնել ցանկալի արդյունքի։ Երբ տնօրենը, մանկավարժը, հոգեբանը, ծնողը, ինչպես նաև բժիշկը գործում են միասին, ձևավորվում է ամբողջական աջակցող համակարգ, որի կենտրոնում երեխան է։ Նմանատիպ նախաձեռնությունները ըստ մասնագետների ոչ միայն բարձրացնում են մասնագիտական համագործակցության մակարդակը, այլև օգնում են հաղթահարել հասարակության մեջ առկա կարծրատիպերը ներառական կրթության վերաբերյալ։ Ներառականություն ասելով մենք ինչ ենք հասկանում, այդ ծրագիրը ներդրվելու հետ մեկտեղ պետք է մեր քաղաքացին իրազեկվի տվյալ հարցին, թե ինքը իրենից ինչ է ներկայացնում նախ եւ առաջ։ Մասնագետները կարևորեցին նաև հանրության իրազեկվածության բարձրացումը որպես երեխաների խնդիրների վաղ հայտնաբերման եւ արդյունավետ աջակցության նախապայման։ Շատ կարևոր է, որ ծնողները մինչև ծնող դառնալը իմանան, թե ով է առողջ երեխան, որովհետև եթե իրենք առողջը չգիտեն, իրենք չեն ճանաչի խնդիրը եւ ինչքան վատ ճանաչեն, այնքան ավելի ուշ կդիմեն, այսինքն իրազեկվածությունն է շատ կարևոր եւ շատ կարևոր է, որ մարդիկ իմանան, թե որ մասնագետին դիմեն։ Արտիկի տմակը վերջին տարիներին ակտիվորեն իրականացնում է վերապատրաստումներ ուղղված երեխաների իրավունքների պաշտպանությանը, բուլինգի կանխարգելմանը եւ կրթական միջավայրի անվտանգության բարձրացմանը։ Մենք համագործակցում ենք ոչ միայն ուսումնական հաստատությունների հետ, մեր տարածքային կենտրոնը իր արժեվ նպատակ է դրել համագործակցել նաեւ մշակութային կառույցների, բժշկական կառույցների հետ, այսինքն բոլոր այն կառույցների, որտեղ պետք է երեխան մուտք գործի եւ որը պարտավոր է եւ կարող է ապահովել երեխայի անվտանգ, ապահով միջավայրը։ Աշխատաժողովը եւս մեկ անգամ ընդգծում է, որ երեխայի բարեկեցությունը մեկ կառույցի պատասխանատվությունը չէ, այլ միասնական աշխատանքի արդյունք։ Աստղիկ Խաչատրյան, Խանո Վանիսյան, այսօր։ Այս քննարկման արդյունքում արձանագրվեց երկու բան. առաջինը խաղաղությունը վերանայելը պատերազմի եռագլուխ կուսակցության, որը ձևավորված է նախկին իշխանության ներկայացուցիչներից, հիմնական եւ առանցքային խնդիրն է։ Այս մասին Հայաստանի Հանրապետության կառավարության ծրագրի 2025 թվականի կատարման ընթացքի եւ արդյունքների մասին զեկույցի իր եզրափակիչ ելույթում հայտարարեց վարչապետ Նիկոլ Փաշինյանը։ Որ այդ պատերազմի եռագլուխ կուսակցությունը իրականում ճշգրիտ նույնն է նախկինների եռագլուխ կուսակցությունն է, որովհետև այն որ մենք այսօր անվանում ենք պատերազմի եռագլուխ կուսակցություն, որը հայտ է ներկայացնում 2026 թվականի խորհրդարանական ընտրություններին, դա ճշգրիտ Ռոբերտ Քոչարյանի իշխանության տարիների կոալիցիան է։ Այդ կոալիցիայի մեջ էր ԲՀԿ-ն, այդ կոալիցիայի մեջ էր Դաշնակցությունը, այդ կոալիցիայի մեջ էր Հանրապետականը։ Դե հիմա Դաշնակցությունը եւ Հանրապետականը ԲՀԿ-ն պարզա, բայց Հանրապետականը արդեն, ինչպես հիշում եք, նախորդ խորհրդարանական ընտրություններից տակտիկան փոխել է։ Նախորդ խորհրդարանական ընտրություններում իրանք պու էին, հիմա էլ դարձել են ուժեղ Հայաստան։ Ընդ որում ուժեղ այս հանգամանքը, որ ուժեղ Հայաստանը նույն բանն է, հանրապետական կուսակցությունն է, ու այն որ Սերժ Սարգսյանը եւ մյուսները հայտարարեցին բացահայտ իրանց աջակցելու մասին, բայց կարծում եմ այդ պատկերը ամբողջացրեց բանը Քայլերթի շտուրմանը, որը կանգնած էր բանի, ասենք ջիպի ստոյկային կանգնած Քայլերթի շտուրմանը,
որը մենք մոռացել ենք, ախր ինքը հանրապետական խմբակցության ղեկավար է եղել եւ Սերժ Սարգսյանի աշխատակազմի ղեկավար է եղել։ Հիմա էլ եմ ասում, 3 ցուցակը որ նայես, ուժեղ Հայաստան դաշինք, դաշնակցություն եւ ԲՀԿ ճշգրիտ կալուտը խառնածա, բանի բլոտի պոկերի տրամաբանությամբ ու բաժանածա իրար մեջ, ով որտեղ կընկնի։ Ու հիմա այնտեղ այնց կոմբինացիաներ են, որ դժվար է նույնիսկ բան անել, էլի, պատկերացնել։ Այն մեկը ընդեղ էր, ստեղից այն մեկը ընդեղ էր, հետո ընդեղ գնաց, հետո գնաց ընդեղ, հետո ընդեղ, հետո ընդեղ։ Այսինքն մենք պետք է արձանագրենք, որ 2027 թվականի, 26 թվականի խորհրդարանական ընտրությունները, որ ասում են վերջին շանսնա, դա Քոչարյան, Սարգսյան իշխանության տարիների կոալիցիայի վերջին շանսն է։ Բայց ես ուզում եմ ասել նաև, որ այսպիսով ավելի ընդգծվում, ժողովուրդ ջան, այս նախկին ներկա բանավեճը հաղթահարելու կամ ավելի ճիշտ վիճաբանությունը, հաղթահարելու անհրաժեշտությունը, որ ու սա շատ կարևոր է։ Ու հիմա ակնհայտ է, որ դա հաղթահարելու մի ձև կա միայն մի տարբերակ կա այդ բանավեճը հաղթահարելու։ Դրա համար պետք է 26 թվականի խորհրդարանական ընտրություններում ուժեղ Հայաստանը, Հայաստան դաշինքը եւ ԲՀԿ անցողիկ շեմը չհաղթահարեն։ Եվ սա ուղղակի անցող, այսինքն չհաղթահարեն, չհավաքեն այնքան ձայներ, որ անցնեն խորհրդարան։ Ու դա ամեն օրվա հետ ավելի իրատեսական քաղաքական խնդիր է դառնում, ու այդ իրատեսականությունը այս ամբիոնից ուղղակի ճառագեց։ Ինչի, որովհետև նախ այն քաղաքական ուժերը, որոնք հանդես են գալիս ժողովրդին անվանելով ժեխ, շունուշանգյալ, բոշա, այսինքն ստեղ իրանք ինչ են, մարտահրավեր են նետում, որ իրան ձայն տվող մարդը պետք է ինքը իրան հայտարարագրի որպես ժեխ, շունուշանգյալ ու բոշա, սա իրանց մարտահրավերն է, եւ Հայաստանի քաղաքացին պետք է որոշի, այդ մարտահրավերը ընդունում է թե չէ։ Մի հոգի կա 63 երկրի քաղաքացի է, ասում է ես վստահ եմ, որ ես բան եմ անելու, դառնալու եմ վարչապետ։ Ուրեմն հələ տեսեք, երկու հանգամանք եմ ասում։ Ուրեմն ինքը ոչ ընտրություններին մասնակցում է, ոչ վարչապետի թեկնածու է, ոչ պատգամավորի թեկնածու է, բայց ինքը վստահ է, որ հաղթելու է։ Բայց նրանք, ովքեր որ մասնակցում են, այսինքն դե յուրե համ պատգամավոր, համ մասնակցում են, համ պատգամավորի թեկնածու են, համ վարչապետի, բայց նրանք ինչ ասեն։ Այստեղ ուրիշ խնդիր կա։ Մի անգամ այդքան ասելուց հետո հղում չեն անում ժողովրդին։ Ասում են մենք վստահ ենք, որ հաղթելու են, բայց մի հատ նախադասություն չկա, որ մենք վստահ ենք, որ մեր ժողովուրդը գալու է մեզ ընտրի։ Էդ եմ ասում, ինչ որ տեղեր ասել են Ղրգել են ասել են գնա։ Ու այդ երիտասարդը ուղղակի խաբար չի իր հետ հիմա ինչ է։ Հիմա ինքը ամեն օրվա հետ, ասում եմ ամեն օրվա հետ դառնում է ավելի ու ավելի բոմժ։ Ավելի ու ավելի բոմժ։ Ու այստեղ մենք ոչ մի մեղք չունենք։ Ու այս process-ը շարունակվելու է։ Ու հաջորդ գործոնը, որ այս ուժերը չհաղթահարեն անցողիկ շեմը։ Իրանք գալիս են այս ամբիոնից բաներ են խոսում, մեր վրա հղում անելով, բայց ժողովուրդը հետև ուրիշ բան դռնփակ ստելներ։ Բայց իրանք եկել են այս ամբիոնից խոսում են, որ մենք թոշակը չենք բարձրացրել։ Քանի հոգի վրա ասում են, չէ, թոշակը ինչ թոշակա բարձր, թոշակը չի բարձրացել։ Հայաստանի Հանրապետության քանի 600,000, թե 660,000 քաղաքացի արդեն այդ բարձրացրած թոշակը ստացել է։ Իրանք այս ամբիոնից գալիս խոսում են, ոնց կարա ասենց քաղաքական ուժ ընդհանրապես ձայն ստանա։ Իրանք գալիս են այս ամբիոնից խոսում են,
որ ըստ էության առողջության ապահովագրության համակարգը, չնայած մենք հայտարարել ենք, որ ներդրված է, դա ձախողված համակարգ է։ Երեք ստեղ բաներ են խոսում, ուզում եի հասկանալ, այս մարդիկ ինչի մասին են խոսում։ Ինչի մասին են խոսում։ Այսինքն գալ, ժողովրդին ասել շունուշանգյալ, ժեղ, բոշա, հետո սկսել ասել, ապացուցել ակնհայտ բաներ ու հետո գնալ հաղթահարել շեմը, կներեք իմ քաղաքական զգացողությունը թույլ է տալիս, որ ես պնդեմ, որ եթե մենք այս պատկերը առավել բացված ներկայացնենք, մենք իրոք հաղթահարելու ենք այս նախկին ներկա բանավեր։ Փաստորեն ես հասկացա, որ մենք 300 դպրոց չենք կառուցում։ Ես հասկացա, որ մենք դպրոց ընդհանրապես չենք կառուցում։ Հա, որ մենք դպրոց փակում ենք, բա այդ գիտեք ինչ, այդտեղ շատ կարևոր մի հանգամանք կա։ Իրանք վերջին անգամ այդ դպրոցները, որ ասում են մենք փակում ենք, երբ են եղել այդ դպրոցներում։ Այդ դպրոցներում, այդ այսպես կոչված դպրոցներում։ Բայց այդ դպրոցները, այսպես կոչված դպրոցները իրանց պետք է, որովհետև իրանց պետք է, որ այդ մեր երեխեքը այդ դպրոցներում անցկացնեն 10 տարի, որ այդպես էլ կրթություն չստանան, որ արդյունքում շալվար ունենալու հնարավորությունից նույնիսկ զուր կլնեն, որ արդյունքում այդ երեխեքի շալվար ունենալու հույսը իրանց վրա լինի, ընտրակաշարք բաժանողներ էին ընտրակաշարքի բանը, որ վերջում էլ, մի հատ ասենք, ենթադրենք բան են, ադնարազովիս շալվար շպրտեն այդ երեխեքի երեսին, հետևներից էլ ասեն, արա, այ բոշեք, այ լնգուլավազներ, այսպես կոչված ավերակներ իրանց պետք են, որովհետև այդ դպրոցից դուս եկածը հիմնականում սևագործ բանվոր կարա ալնի, որ իրանց բրիգադներում, կալուգաներում և տարբեր տեղերում ավտոների, վագոնների տակ քնելով, ամիսներով չլողանալով, բա այդ երեխեքը գիտեք ինչ են սպարծիվկով, որովհետև դուք իրանց տարել եք աշխատեցնելու և հետ եք ուղարկել այդ սպարծիվկով, որ իրանք գնան օտար երկրներում ձեզ ծառային մի բառ ռուսերեն դաժե չիմանան, որ ձեր կառուցած ստրկությունից ազատվելու հնարավորություն չունենան, որ դաժե առանց ձեր թույլտվության ոչ կարենան շնչեն, որ արտաշնչեն, որ վերջում էլ այդ երեխեքին ասեք, այ ինչ բան, շունուշանգյալ և ժեղ, բա իհարկե պետք են, բա լեկեք գնանք մեր կառուցած դպրոցը, այդ մեր կառուցած դպրոցներից դուրս եկած երեխեքը ձեզ դաս կտան, դուք ընդհանրապես շանս չունեք այն հասարակության մեջ, որը ձևավորվել է, բա մանկապարտեզները սերունդը ցեխերի մեջ է մեծացել, ցեխերի մեջ բառից բուն իմաստով, բա դուք պետք է ցեխերի մեջ երեխեքին պահեք ու մեծացնեք, որ վերջում հնարավորություն ունենաք ասեք շունուշանգյալ։ Միջխորհրդարանական միության 152-րդ վեհաժողովի շրջանակում Ստամբուլում կայացել է Հայաստանի և Ադրբեջանի խորհրդարանների նախագահների երկկողմ հանդիպումը։ Հանդիպման ընթացքում գոհունակությամբ արձանագրվել են երկու երկրների միջև հարաբերությունների կարգավորման շրջանակներում վերջին գործընթացները, ներառյալ խաղաղության և կայունության ամրապնդմանն ուղղված քայլերը, ինչպես նաև առևտրային կապերի հաստատումն ու ընդլայնումը։ Ընդգծվել է միջխորհրդարանական միության դերը որպես միջխորհրդարանական համագործակցության կարևոր հարթակ։ Այս համատեքստում կողմերը բարձր են գնահատել ու երախտագիտություն հայտնել միջխորհրդարանական միության գլխավոր քարտուղար Մարտին Չունգոնգին Հայաստանի և Ադրբեջանի խորհրդարանների նախագահների միջև երկխոսության ձևավորման ուղղությամբ նրա անձնական ջանքերի համար։ Խորհրդարանների նախագահները դրական են գնահատել միջազգային կազմակերպությունների շրջանակներում խորհրդարանական պատվիրակությունների միջև շփումները, որոնք սկսվել են 2025 թվականի հոկտեմբերին Ժնևում կայացած նրանց հանդիպումից հետո և պայմանավորվել են շարունակել այդ շփումները։ Հայաստանի և Ադրբեջանի խորհրդարանների նախագահներն ընդգծել են կառուցողական խորհրդարանական երկխոսության շարունակման կարևորությունը երկու հասարակությունների միջև վստահության հետագա ամրապնդման համար։ Միջխորհրդարանական համագործակցությանը վերաբերող հարցերի լայն շրջանակ են քննարկել Հայաստանի ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանն ու Վրաստանի խորհրդարանի նախագահ Շալվա Պապուաշվիլին։
Անդրադարձ է կատարվել ինչպես տարածաշրջանային զարգացումներին վերաբերող հարցերին, այնպես էլ երկկողմ հետաքրքրության այլ թեմաներին։ Հանդիպումը տեղի է ունեցել Ստամբուլում ընթացող Միջխորհրդարանական միության 152-րդ վեհաժողովի լիագումար նիստի աշխատանքների շրջանակում։ Ծիծեռնակաբերդի հուշահամալիրի եւ Հայոց ցեղասպանության թանգարանի ինստիտուտի վերանորոգման աշխատանքներն ակտիվորեն շարունակվում են։ Տնօրենի ժամանակավոր պաշտոնակատար Հրաչյա Թաշյանը վստահեցնում է, շինարարությունն ընթանում է Հայաստանի կրթության, գիտության, մշակույթի եւ սպորտի նախարար Ժաննա Անդրեասյանի եւ հմուտ ճարտարապետների անմիջական վերահսկողությամբ։ Հայտնի չէ աշխատանքներն ապրիլի 24-ին կավարտվեն թե ոչ, քանի որ հուշակոթողի 12 մույթերը հերթով պետք է վերանորոգվեն, սակայն Հրաչյա Թաշյանը հավաստիացնում է, այն որևէ կերպ չի խաթարելու հուշարձանի նախնական տեսքը եւ չի խանգարելու ապրիլ 24-յան երթին։ Բծախնդրորեն վերահսկվում է այս process-ը, այս գործողությունը, այս գործընթացը ճարտարապետների կողմից, ուրեմն համապատասխանատյաններ գոյություն են, գիտամեթոդական այդպիսի մարմին գոյություն ունի, որը որ վերահսկում է ողջ process-ը, ողջ գործընթացը, իդեալապես համապատասխանում է իր նախագծային պարամետրներին, որևէ բան չի խախտված։ Թաշյանի խոսքով շինարարության ընթացքում թանգարանն ու հուշահամալիրը այցելուների պակաս չեն ունեցել։ Ամենօրյա համարյա ռեժիմով պատվիրակություններ են այստեղ գալիս, զբոսաշրջիկների տեսնում եք մեծ հոստ կա եւ մշտական հոստ կա եւ այստեղ եւ թանգարանում որևէ խաթարում չկա, գործընթաց որևէ վարկյանի նա չի կանգնել, չի խաթարվել։ Ապրիլ 24-ան ավանդական երթից բացի ապրիլի 23-ին թանգարանում կգործի ժամանակավոր ցուցադրություն, որտեղ կներկայացվեն դեռևս հայոց ցեղասպանության տարիներին հայ անհատների, հայկական հոգևոր հասարակական, քաղաքական կառույցների փաստահավաք աշխատանքները։ Մենք ունենալու ենք ցուցադրություն, որը վերաբերելու է հայ առաջին վավերագրողներին։ Եվ այստեղ խոսքը գնում է հայ մտավորականներին, հայ հոգևորականներին, ռազմական գործիչներ, քաղաքական գործիչներ, որոնք որ ուրեմն փաստահավաք գործունեությունն են իրականացրել, փաստագրել են, վավերագրել են այն ինչ տեղի ունեցել։ Տնօրենի ժամանակավոր պաշտոնակատարն ուրախությամբ փաստեց, որ թանգարան ինստիտուտը մշտապես համալրվում է։ Ամեն տարի շուրջ 100 թանգարանային նշանակություն ունեցող նմուշով։ Թանգարան ինստիտուտ անցյալ տարվա ընթացքում շուրջ 90,000 զբոսաշրջիկ է այցելել։ Անցած տարի 90,000 այցելու է եղել, որից 75-ը օտարերկրացի զբոսաշրջիկներ։ Եվ իմ համար շատ ուրախալի էր տեսնել, որ ուրեմն վերջի 4-5 տարիների ընթացքում եռապատկվել է զբոսաշրջիկների, այստեղ ուրեմն այցելած զբոսաշրջիկների քանակը։ Թանգարան ինստիտուտում եւ դրա պատերից դուրս մշտական բնույթ են կրում նաեւ երիտասարդների համար նախատեսված կրթական ծրագրերը։ Անի Դանիելյան, Հովհաննես Մկրտչյան։ Միացյալ Նահանգների նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ Իսրայելի եւ Լիբանանի ղեկավարները համաձայնել են հրադադար հաստատել։ Հիանալի զրույցներ ունեցան Լիբանանի պատվարժան նախագահ Ժոզեֆ Աունի եւ Իսրայելի վարչապետ Բիբի Նեթանյահուի հետ։ Երկու առաջնորդները համաձայնել են պաշտոնապես հայտարարել 10-օրյա հրադադար իրենց երկրների միջև խաղաղության հասնելու շահերից ելնելով, գրել է Թրամփը իր Truth Social ցանցում։ Թրամփը հիշեցրել է, որ Միացյալ Նահանգներում տեղի են ունեցել Իսրայելի եւ Լիբանանի ներկայացուցիչների միջև 34 տարվա ընթացքում առաջին պաշտոնական բանակցությունները։ Նա հայտարարել է, որ պետքարտուղար Մարկո Ռուբիոին, փոխնախագահ Ջեյ Դի Վենսին եւ շտաբների պետերի Միացյալ կոմիտեի նախագահ Դեն Ռեյսինին հանձնարարել է աշխատել Իսրայելի եւ Լիբանանի հետ երկարատև խաղաղության հասնելու համար։ Նա հավելել է, որ կհրավիրի Աունին եւ Նեթանյահուին Սպիտակ տուն։ Ավելի ուշ Սպիտակ տան ղեկավարն Իսրայելի եւ Լիբանանի միջև հրադադարը որակել է պատմական Լիբանանի համար, իսկ Հեզբոլլահին կոչ է արել իրեն լավ պահել։ Լիբանանում հրադադարն Իրանի պահանջներից մեկն էր Միացյալ Նահանգների հետ բանակցություններում։ Դրանք սկսվել էին Պակիստանի մայրաքաղաք Իսլամաբադում, սակայն առաջին հանդիպումն ավարտվել էր առանց արդյունքների։ Հեզբոլլահի ներկայացուցիչներից Իբրահիմ Ալ-Մուսավին հայտարարել է, որ շարժումը կպահպանի հրադադարը, եթե Իսրայելը դադարեցնի իր հարձակումները։ Իսրայելի վարչապետ Բենյամին Նեթանյահուն ժողովրդին ուղղված լեսաուղերձում ասել է, որ Լիբանանի հետ հրադադարը հնարավորություն է տալիս պատմական խաղաղության համաձայնագրի համար եւ որ Հեզբոլլահի զինաթափումը կմնա Իսրայելի հիմնական պահանջներից մեկը Լիբանանի հետ ապագա խաղաղության բանակցություններում։ Նրա խոսքով իսրայելական զորքերը կմնան Լիբանանի հարավում, սահմանի մոտ գտնվող 10 կիլոմետրանոց բուֆերային գոտում։ Իսրայելի եւ Լիբանանի միջև հրադադարը ողջունել են Մերձավոր Արևելքի, Եվրոպայի երկրները, ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարը։ Չնայած հրադադարը հաստատվել է տեղական ժամանակով կեսգիշերին, լիբանանյան լրատվամիջոցների տվյալով Իսրայելն այն արդեն մի քանի անգամ խախտել է։ Արդյունքում կան զոհեր եւ ավերածություններ։ Հարավային շրջանների ուղղությամբ իսրայելական հարվածներից նախնական տվյալ
տվյալով զոհվել է 3 մարդ, այդ թվում 2 կին, եւս 21 մարդ վիրավորվել է։ Հեզբոլահն էլ հայտարարել է, որ ի պատասխան հրթիռային հարվածներով թիրախավորել է Լիբանանում գտնվող Իսրայելի ռազմական ենթակառուցվածքները։ Միացյալ Նահանգների եւ Իրանի բանակցությունների հաջորդ փուլը կարող է տեղի ունենալ առաջիկա հանգստյան օրերին։ Այդ մասին լրագրողների հետ զրույցում հայտնել է Միացյալ Նահանգների նախագահ Դոնալդ Թրամփը։ Նա նշել է, որ Վաշինգտոնը եւ Թեհրանը շատ մոտ են համաձայնության հասնելուն։ Սպիտակ տան ղեկավարը չի բացառել հրադադարի երկարաձգման հնարավորությունը, եթե իր կարծիքով Վաշինգտոնն ու Թեհրանը մոտ լինեն համաձայնագրի կնքմանը։ Միաժամանակ Թրամփը հայտարարել է, որ Իրանը համաձայնել է ԱՄՆ-ին փոխանցել հարստացված ուրանը, որը 2025 թվականի հունիսին իրանական միջուկային օբյեկտներին ամերիկյան հարվածներից հետո մնացել է գետնի տակ։ Նրանք համաձայնել են մեզ փոխանցել այդ միջուկային փոշին, որը խոր գետնի տակ է B2 ռմբակոծիչներով մեր հարձակումներից հետո, ասել է Թրամփը։ Միջուկային փոշի ասելով Թրամփը նկատի ունի Իրանի հարստացված ուրանը։ Ըստ Ատոմային էներգիայի միջազգային գործակալության Իրանն ունի 440.9 կիլոգրամ մինչև 60% հարստացված ուրան, իսկ միջուկային զենքի ստեղծման համար հարկավոր է մինչև 90% հարստացված ուրան։ Իրանը բազմիցս հավաստիացրել է, որ չի ցանկանում միջուկային զենք ստեղծել եւ որ իր միջուկային ծրագիրը խաղաղ բնույթ ունի։ Իսրայելի պաշտպանության նախարար Իսրայել Կացը Թել Ավիվում հայտարարել է, որ Իրանի բոլոր ռազմավարական թիրախներն ու հնարավորությունները ոչնչացվել են ԱՄՆ-ի եւ Իսրայելի հարվածների հետևանքով։ Այդ մասին նա հայտարարել է երկրի պաշտպանության նախարարությունում ելույթի ընթացքում։ Այնուամենայնիվ նախարարն ընդգծել է, որ անհրաժեշտության դեպքում իրենք կվերադառնան եւ կրկին կանեն դա։ Կացը համարում է, որ Իրանը գտնվում է պատմական խաչմերուկում։ Նրա խոսքով ճանապարհներից մեկը Թեհրանին տանում է դեպի ահաբեկչությունից եւ միջուկային զենքից հրաժարում, ԱՄՆ առաջարկած կայունության եւ վերականգնման ապագայով ընտրություն, իսկ մյուս ուղին դեպի անդունդ։ Դավիթ Մուրադյան Հայաստանի Հանրապետության երիտասարդական քաղաքականության մասին օրենքի ընդունումից 1 տարի անց ոլորտի դերակատարները եւ շահագրգիռ կողմերը համախմբվել են քննարկելու օրենքի ընձեռած հնարավորությունները համայնքներում առավել կիրառելի դարձնելուն ուղղված հարցեր։ Երիտասարդական քաղաքականությունը համայնքներում ազգային երկօրյա համաժողովի առանցքային հարցերը վերաբերում են տեղական ինքնակառավարման մարմինների անելիքներին, ինչպես վերհանել երիտասարդների կարիքները, դրանք ծրագրերի վերածել եւ ապահովել երիտասարդների ոչ թե ձևական, այլ իրական մասնակցությունը որոշումների կայացմանը։ Համայնքի երիտասարդական քաղաքականությունը հենց այն գործիքն է, որով մենք կարող ենք ապահովել, որ յուրաքանչյուր երիտասարդ, անկախ իր բնակության վայրից, անկախ սոցիալական վիճակից ունենա ձայն, հնարավորություն եւ մասնակցության իրական հարթակ։ Այս գործընթացում շատ կարևոր է բոլորի դերակատարությունը։ Շատ կարևոր է թիմերի դերը, որպես քաղաքականությունների, տեղական քաղաքականությունների մշակման եւ իրականացման առաջնային գրողներ, կարևոր է պետական մարմինների դերակատարությունը, որպես համակարգող եւ աջակցող ուժ, կարևոր է քաղաքացիական հասարակության եւ մեր երիտասարդական կազմակերպությունների դերը, որպես մասնակցայնության եւ վստահության կառուցման հենասյուներ եւ իհարկե ամենակարևորը հենց երիտասարդների ներգրավվածությունն է, առանց որի որևէ քաղաքականություն կենսունակ լինել չի կարող։ Դա մենք նոր չենք սկսում, մասնակցային գործընթացներով մշակել իրավական փաստաթղթեր, որը հետագայում հենց դուք տեղերում, համայնքներում կիրառելու եք, օգտագործելու եք, որ նպաստեք, եթե խոսենք այսօրվա համաժողովի խորհրդին համահունչ, աջակցելու եք համայնքներին մշակել տեղական երիտասարդական քաղաքականություններ։ Համայնքային երիտասարդական քաղաքականությունների մշակման համատեքստում առանձնակի կարևորություն են ստանում համայնքային երիտասարդական կենտրոնները։ Այս մասով տեղական ինքնակառավարման մարմիններին նոր լիազորություններ են վերապահվել։ Երիտասարդական քաղաքականության մասին օրենքի ընդունումից հետո համապատասխան լրացումներ են կատարվել նաև տեղական ինքնակառավարման մասին օրենքում, մասնավորապես աջակցել երիտասարդական կենտրոնների հիմնմանը եւ սահմանել երիտասարդության հարցերով զբաղվող աշխատողների հաստիքներ, կենտրոնների գործարկման եւ երիտասարդական աշխատողների վերապատրաստման կարգը, որակավորման չափորոշիչներն ու մեթոդաբանությունը մշակում է կրթության, գիտության, մշակույթի եւ սպորտի նախարարությունը։ Որը կրկին գալու է իշխանի համայնքներ, որովհետեւ համայնքները ունենան երիտասարդ աշխատողներ, իմանան ինչ գործառույթներ պետք է իրենք իրականացնեն, ինչպես պետք է աշխատեն երիտասարդների հետ։ Մենք որպես նախարարություն այդ ընթացքում պարտավորություն են վերացնում իրենց վերապատրաստենք, տանք այդ գործիքակազմը, որը պետք է այսօր արդի երիտասարդին կարողանա իր կարիքներին համապատասխան աշխատանք իրականացնել մասնագիտական ցանկացած տիպի լիազորություն, երբ որ
պատվիրակում է դիմերին, փոխանցում է դիմերին, դրա հետ մեկտեղ պետք է դիմը ունենա կարողություն դա իրագործելու համար։ Եվ կրթության գիտության մշակույթի սպորտի նախարարության մեր գործընկերները դա իրականացնում են բավականին արդյունավետ կերպով, որովհետև այս process-ը զուգորդվում է նաև համապատասխան վերապատրաստումներով, ինչը հնարավորություն կընձեռի դիմերին ունենալու համապատասխան կարողությունները երիտասարդական քաղաքականությունը համայնքներում արդյունավետ իրականացնելու համար։ Համաժողովի օրակարգում նաև պանելային քննարկում է։ Բանախոսներն անդրադառնում են երիտասարդական քաղաքականության մասին օրենքի ընդունումից հետո կատարված աշխատանքներին, առկա մարտահրավերներին եւ ակնկալիքներին։ Ներկայացվում է նաև փորձագիտական խմբի մշակած համայնքային երիտասարդական քաղաքականության մեթոդաբանության նախագիծը։ Երիտասարդներն էլ հարցադրումներ, դիտարկումներ եւ առաջարկություններ են անում համայնքներում համապատասխան երիտասարդական միջավայրեր ունենալու վերաբերյալ։ Համաժողովն իրականացնում է Հայ առաջադեմ երիտասարդություն հասարակական կազմակերպությունը, Կրթության, գիտության, մշակույթի եւ սպորտի նախարարության, Հայաստանի երիտասարդական կազմակերպությունների միության, Գերմանական միջազգային համագործակցության ընկերության եւ Եվրոպական միության բաց կառավարման գործընկերության հետ գործակցությամբ, Եվրոպական միության եւ Գերմանիայի կառավարության ֆինանսական աջակցությամբ։ Անահիտ Կարյան, Սարգիս Ալավերդյան։ Ստեփան Զորյանի տուն թանգարանում հանդիսավորությամբ դիմավորեցին Խնձորի այգին ֆիլմի մեծանուն դերակատարներին։ Եվ այստեղ պրեմիերայի ժամանակ Ալանե Թումանյան, ռեժիսորն է Մելիքա Վաքովը, Ռուբեն Հովսեփյանն է արձակագիրը, Սոսն է, ֆիլմի նկարիչն է Ռաֆայել Պետրովիչը եւ խմբագիրն է Սուրեն Սարուխանյանը։ Դերասանուհի Սոֆիկ Սարգսյանի պատմություններն ու հիշողությունները կապված Խնձորի այգին ֆիլմի ու նկարահանումների հետ շատ են։ Նախ ցուցադրում է արխիվային լուսանկարները, հետո պատմությունը սկսում է սկզբից, երբ ֆիլմում նկարահանվելու առաջարկ ստացավ։ Երբ ասացին, որ Մելիքա Վաքովը ֆիլմի ռեժիսորը կանչում է ինձ հայտի, նկարահանելու է Խնձորի այգին, ես անմիջապես վիպակը կարդացի։ Ես այդ վիպակ կարդացողներից որ չեն սիրում ռեժիսորներին։ Եվ մի հատ Խնձոր վերցրած գնացի։ Ինձ համար թանկ ֆիլմ է, սա իմ 10-րդ ֆիլմն է։ Որովհետև երբ ֆիլմը լավ է ստացվում, դուք ես լավ ես դնում, չես տխրում, հպարտությամբ ես մասնակցում ամեն ինչին, որ կապված է ֆիլմի հետ։ Եվ իհարկե մեծ պատիվ է, ես անգամ էլ սոսի աղջիկը լինելը, որովհետև երբ կինն էի, ուրիշ պատմություններ էլի, իսկ հիմա որ աղջիկն է, այնքան գուրգուրանքում էր նկատմամբ, իսկ նահապետում Խնձորի այգին ֆիլմը նկարահանվել է Ստեփան Զորյանի համանուն պատմվածքի հիման վրա 1985 թվականին, սակայն այն միշտ արդիական է։ Մեծանուն գրողի տուն թանգարանում միջոցառմանը բացի հատուկ հրավիրված հյուրերից ներկայացված էր նաև ֆիլմին նվիրված ժամանակավոր ցուցադրություն։ Քանի որ անցյալ տարի լրացավ Խնձորի այգին ֆիլմի նկարահանման 40 տարին, այդ առիթով որոշեցինք ցուցադրություն ներկայացնել, ունենք արդեն ցուցադրություն Խնձորի այգին խորագրով եւ որոշեցինք հանդիպում կազմակերպել ֆիլմի դերասանների հետ։ Ցավոք շատերը կյանքից հեռացել են, ափսոսանքով պիտի նշեմ, որ լավագույն դերասանուհիներից Ալլա Թումանյանը այսօր չկարողացավ ներկա գտնվել, սակայն ի ուրախություն բոլորիս ներկա կարողացան գտնվել Սոֆիկ Սարգսյանը եւ Ալեքսանդր Խաչատրյանը։ Ամենակարևորը, որ ժողովուրդը հիշում ու գնահատում է, ասում է Ալեքսանդր Խաչատրյանը։ Ֆիլմում Մարտոշի կերպարը խաղալը կարևոր նշանակություն է ունեցել նրա համար։ Բացասական կերպարում խաղալը նրա երազանքն է եղել, որը ֆիլմի ռեժիսորը դարձրել է իրականություն։ Ամբողջ կյանքս մինչև այս ֆիլմը խաղում էի դրական հերոսներ եւ հոգնել եմ։ Ես չգիտեմ ինչքանով Արտուշը ստացվել, բայց ամեն դեպքում ես ուրախությամբ էի խաղում այս դերը եւ շատ շնորհակալ եմ մեր ռեժիսորին Գյորգի Գրիգորիչ Մելիքավակովին, որ ինձ տվեց այս դերը, որ ասաց ես դենք ռուսախոս էր, я хочу такого красивого подлеца. Ես էլ եի երազում բացասական դեր խաղալ ու
աշխարհային դերասանները, որ շրջապատված է այս ֆիլմում, իհարկե ինձ համար մեծագույն հաճույք եւ պատասխանատվություն էր։ Կինոգործիչների միության նախագահի խորհրդական կինոռեժիսոր Հրանտ Հակոբյանը թանգարանին նվիրաբերեց 2 ազդագիր նվիրված Խնձորի այգին ֆիլմի եւ 2 փաստավավերագրական ֆիլմ համալրելով թանգարանային ֆոնդը։ Միջոցառումը անցավ ջերմ ու անմիջական, հարցուպատասխանով, քննարկումներով ու կատակներով։ Իսկ ավարտին Ստեփան Զորյանի տուն թանգարանի բակում տեղի ունեցավ Խնձորի այգին ֆիլմին նվիրված խորհրդանշական ծառատունք Խնձորի տնկիով։ Աշխեն Սուքիասյան, Հայկ Վարդանյան, Թղթապանակ։